Բարև ձեզ Խանդուր, անչափ ուրախ եւ շնորհակալ եմ, որ ընդունեցիք այս առաջարկս եւ համաձայնեցիք ինձ եւ մեր հեռուստադիտողներին պատմել, թե ինչ ասել է կյանք ազատագրված տարածք հասկացությունում։ Վերջերս շատ է խոսվում այդ մասին, կան լուրեր, կան մեկնաբանություններ, սակայն իմ պատկերացմամբ գոնե բոլոր լուրերն ու մեկնաբանությունները ոչինչ են, երբ խոսքը վերաբերվում է մարդկանց կյանքին, ովքեր ապրում են այդ ազատագրված կոչված տարածքներում։ Եվ ես ուղղակի ուզում եմ, որ դուք պատմեք տեղից, թե ինչ է նշանակում ձեր կյանքն այդտեղ, որքան ես եմ հասկացել, դուք արդեն 10 տարի բնակվում եք Քարվաճառում։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար։ Մեզ մոտ իրոք բազմաթիվ մարդիկ կան, որ իրենց ցանկությամբ եկել են այստեղ բնակվելու։ Իմ ընտանիքը դեռևս 10 տարի առաջ որոշեց գալ այստեղ, գլխավորությամբ հայրիկիս, ցավոք հիմա հայրիկս մահացել է, 5 տարի է արդեն, եւ հենց այստեղ էլ թաղված է, դա իր կամքն է եղել, եւ այո, այստեղի բնակչությունը թեև հոգսաշատ առօրյայով է ապրում, բայց նաև կերտում է ինչ-որտեղ մեր այս ազատագրված չքնաղ հողի ապագան։ Յուրաքանչյուր անձ իր ներդրումը ունի այստեղ տարածքում եւ յուրաքանչյուրի այդ ներդրումը մեծ նշանակություն ունի տարածքի համար։ Քանզի դրանով վերաբնակեցվում է այս տարածքը, կրկին հայեցի շունչ է հաղորդվում այս տարածքին եւ շատ ուրախալի է, քանի որ բոլորը հիմնականում երիտասարդ ընտանիքներ են եւ տարեցտարի նրանք երեխաներ են ունենում, բազմանում են, ինչը շատ կարեւոր է ըստիս։ Ես ընդհատեմ ձեզ, դուք որտեղից եք եկել եւ որոշել տեղափոխվել Քարվաճառ, Հայաստանից, Ադրբեջանից եք, Արցախի տարածքից եք, այսինքն ինձ հետաքրքիր է, ինչպես պատահեց, որ դուք որոշեցիք տեղափոխվել եւ բնակություն հաստատել այդտեղ։ Մենք բնիկ լոռեցի ենք, Լոռվա տարածքից ենք եկել, իմ հայրական նախնիները Ակորի գյուղից են, Մասիսի, եւ եկել են Լոռի, Ակորիում բնակվել են, հետո ընտանիքով ես Ալավերդիում եմ ծնվել, ընտանիքով հետո տեղափոխվել ենք Վանաձոր, այնուհետև Երևան եւ Երևանից էլ որոշել ենք գալ Քարվաճառ։ Հայրիկիս երազանքն էր, որ Արցախում ապրի։ Դեռ 88 թվականին այդ շարժերի ժամանակ ինքը շատ էր ցանկանում գալ Արցախ եւ այնտեղ բնակվել եւ ի վերջո կարողացավ իր այդ երազանքը իրականացնել։ 5 երեխա ենք մենք եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ իմ բոլոր քույրիկները, եղբայրս, մայրիկս այստեղ են ապրում եւ շատ գոհ են, որ հենց այս տարածքում են ապրում։ Երկու քույրիկներս ամուսնացել են, արդեն երեխաներ ունեն հենց այս տարածքում։ Եղբայրս զինվորական է, ինքը բանակ գնաց եւ հենց անցյալ տարի վերադարձավ բանակից, իսկ հիմա ժամկետային զինծառայող է, հենց մեզ մոտ ծառայում է։ Պայմանագրային ծառայող, կներեք։ Իսկ մյուս քույրիկս էլ էլի իր ներդրումը ունի, ուսուցչուհի է որպես աշխատում, նաև որպես երաժիշտ։ Ամեն մեկս էլ մեր ներդրումը ինչ-որ չափով ունենք տարածքի զարգացման գործընթացում։ Մենք ասանք շատ հետաքրքիր մի հարցի ըստիս, դուք ասացիք, որ ձեր քույրիկներից մեկը աշխատում է դպրոցում, ուսուցչուհի է։ Ինչ է նշանակում։ Ես աշխատում եմ։ Դուք եք դպրոցում աշխատում եք դպրոցում, ես դա կարդացել եմ, անկեղծ ասեմ։ Ինչ է նշանակում դպրոց։ Այսինքն մեծ է այդ դպրոցը, ինչ խնդիրներ ունի դպրոցը, ինչի կարիք ունի դպրոցը, ամենակարևոր հարցերից մեկն է։ Եվ եթե կարիք ունի, ապա
ով ինչ կարող է այս դեպքում անել։ Լինի դա Ստեփանակերտը, լինի դա Երևանը, թե լինի Սփյուռքը։ Խնդրում եմ այդ հարցին պատասխանեք։ Ըստ իս շատ լավ հարց է։ Դպրոցներ այստեղ կան։ Հիմնականում բոլոր բնակավայրերում են այստեղ դպրոցները կան, համալրված են հիմնական գույքով, ուրախալի է դա, այս վերջին տարիներին հատկապես կրթության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում։ Դե ընթացքում տեխնիկական ինչ-որ խնդիրներ կան, բայց դրանք ըստ իս լուծելի են։ Օրինակի համար մասնագետներ եւ այլն։ Քիչ-քիչ դրանք համալրվում են։ Հիմնականում գույքով ապահովված են։ Հիմնականում աշակերտների թվաքանակներ քիչ-քիչ ավելի շատանում է, որը շատ ուրախալի է։ Բացի դպրոցից ունենք մշակութային խնդիրներ։ Ես ինքս երաժիշտ եմ եւ աշխատում եմ մեր մշակույթի կենտրոնում Քարվաճարի երիտասարդության եւ մշակույթի կենտրոնում որպես գեղարվեստական ղեկավար։ Մեր ամենախոցելի տեղը ոչ թե կրթություն, մեզ մոտ կա ավելի շատ մշակութային խնդիր, որովհետև այս 10 տարվա ընթացքում կարծես շատ քիչ գործ է կատարվել այս ուղղությամբ։ Չունենք արվեստի դպրոց, չունենք երաժշտական դպրոց, իսկ գիտեք, որ հայ ժողովրդին մշակույթը հայ ժողովրդի համար շատ մեծ դեր ունի։ Միշտ էլ դարերի ընթացքում ունեցել է եւ հիմա էլ ունի։ Եթե մի ժողովրդի ցանկանում ես կապել տարածքի հետ, պետք է նաեւ մշակութային ինչ-որ կառույցներ լինեն, որոնք կշահագրգռեն։ Ներկայումս մեր կենտրոնը իհարկե նոր է ձևավորվել։ Բարեբախտաբար ունենք մի քանի կառույցներ, որ սկսել են ինչ-որ չափով գործել։ Օրինակի համար պարուսույց ունենք, որը պար է սովորեցնում երեխաներին։ Ես ինչ-որ չափով իմ ներդրումը ունեմ, պետք է կանոն, շվի, այդպես երեխաներին սովորեցնեմ, արդեն օգոստոս ամսից սկսած, դե ունենք համույթ, թեև շատ քիչ երաժիշտներ կան ընդգրկված համույթի մեջ, իմ կարծիքով շատ մեծ գործ է հարկավոր անել, շենքային պայմաններ են պետք, ասենք արվեստի դպրոց ստեղծելու համար, դա շատ կարևոր է, նաև ուսուցիչներ են հարկավոր, մի քանի մասնագետներ տարածքում կան, բայց պետականորեն չի աջակցվում, որպեսզի ասենք կարողանանք այդ ուսուցիչներին շահագրգռեն, չէ որ յուրաքանչյուր մեկը պետք է ինչ-որ չափով, ասենք աշխատավարձ կամ ինչ-որ մի գումար ստանա, որ շահագրգռվի անել, մարդը իր հանապազօրյա հացը պետք է ստեղծի։ Եթե լինեն այս միջոցները, դրսից էլ, օրինակի համար հենց Հայաստանից, հենց Արցախից, օրինակ Ստեփանակերտից մասնագետներ կգան աշխատելու համար։ Ընդամենը մի քանի մասնագետներ են հարկավոր դրսից գալու, մնացածը տեղում ունենք։ Բարեբախտաբար ուսանողներ եղել են, գնացել են սովորել, եկել են, բայց ցավն այն է, որ իրենք իրենց գիտելիքները չեն կարողանում այս առումով օգտագործել։ Ինչ որ աջակցություն է կողքից պետք, որ իրենք էլ շահագրգռվեն, կարողանան աշակերտներ պահել։ Գործիքներ են հարկավոր, դե ասեցի շենքային պայմանն է հարկավոր, որը շատ կարևոր է, որպեսզի երեխաները ընդգրկվեն այս դասընթացներին։ Եթե ճիշտ եմ հասկանում, եթե սխալ եմ հասկանում, խնդրում եմ ինձ ուղղեք։ Այն ինչ դուք ասացիք, դա մի բան է, որ պետք է երեխաներին Քարվաճարում պահելու համար։ Այսինքն, որ երեխաները կապված լինեն իրենց տանը, հողին եւ այլն։ Եվ դա շատ կարևոր է։ Իսկ ավելի մեծերի համար աշխատանք կա, դուք ասում եք, որ նյութական խնդիրներ կան։ Այդ ֆինանսավորումը ով ըստ ձեզ պետք է ապահովի կամ ով է ստանձնել այդ պարտականությունը, այսինքն մարդիկ գան աշխատելու, մարդիկ գան բնակեցնեն այդ տարածքները, բայց ինչ անեն, կարող եք պատմել այն
դաշտը, գործունեության դաշտը, որ մարդկանց առաջ այսօր բացվում է։ Բացի դպրոցից, որը շատ կարևոր է։ Բացի իհարկե դպրոցը ամենաառաջնայինն է, Փառք Աստծո հիմա դպրոցով ապահովված է։ Բայց մասնագետների չգալու պատճառներից մեկն է տների բացակայությունն է, որովհետև 2007 թվականից այլևս վերաբնակեցման այդ շենքերի կառույցների, ուրեմն կառույցները կարծես չեն արվում, այլևս բնակարաններ չեն կառուցվում։ Իհարկե շինարարություն կա, ասենք դպրոց են կառուցել Քարվաճառում, որը սեպտեմբեր ամսին կշահագործվի։ Շատ լավ սպորտ դպրոց է կառուցվել, բանկ է կառուցվում ի ուրախություն մեզ, աշնանը կունենանք արդեն, որը նույնպես շատ կարևոր է։ Բայց ցավոք սրտի բնակարանային շենքեր չեն կառուցվում։ Մի շենք է կառուցվում բնակարանային, ընդամենը ասենք մի 20 քանի բնակարան է, պահանջարկը շատ է։ Տեսեք, այստեղ տարիների ընթացքում երիտասարդները հասունացել են, իրենք ամուսնացել են, նոր ընտանիք են ստեղծել, բայց իրենք չեն կարողանում առանձնանալ, քանի որ բնակարաններ չկան։ Պահանջարկը շատ է բնակարանային, եւ նաեւ իր ուրախություն դրսից էլ շատ են ցանկանում գալ եւ տարածքում բնակվել։ Բայց քանի որ ասենք շենքեր չեն կառուցվում, այս մարդիկ չեն կարողանում։ Իրենք էլ իրենց միջոցներով հնարավորություն չունեն։ Իհարկե, ասենք տրամադրվում է, ասում են դուք որ տարածքը ցանկանում եք, մենք ձեզ տրամադրումները ձեր ծախսերով կառուցում, բայց մարդիկ չունեն այդ հնարավորությունը։ Եվ դրա պատճառով մասնագետներ եւս չեն կարողանում գալ տարածք աշխատելու համար։ Սա նույնպես ամենացավոտ խնդիրներից մեկն է, բնակարանաշինությունը։ Ես փորձում եի խուսափել քաղաքական հարցերից, բայց ինչ հարցեր տամ միևնույն է ենթատեքստում քաղաքական է լինելու։ Դուք շատ հետաքրքիր բան ասացիք, որ մարդկանց ասում են եկեք, որ տարածքը ուզում եք, ձերն է, միայն թե դուք կառուցեք։ Այսինքն ես գոնե հասկանում եմ, որ այստեղ չկա արգելք այն առումով, որ իմաստ չունի գալը ժողովուրդ ջան մի եկեք, սա մի հարցի մի կողմն է և երկրորդ կողմը, եթե այնուամենայնիվ այսօրվա բանակցությունների արդյունքում հարց դրվի տարիներ անց Քարվաճառը վերադարձնելու հարցը բարձրացվի, ինչ եք կարծում, ինչպես դա կընկալվի կամ կընկալվի արդյոք թե ոչ։ Ըստիս մեր այստեղ ապրող ժողովուրդը եւ ընդհանրապես ամբողջ հայությունը չի կարող համակերպվել դրա հետ, որ այդքան արյան գնով ազատագրված այս չքնախողակտորը, որը ի վերջո կարծես հենց տերերինն է դարձել, ետ վերադարձվի։ Շատ մարդիկ բազմաթիվ կցակառույցներ, իրենց տունը հիմնավոր նորոգել եւ այլն անում են, այդ աշխատանքները կա, եթե նման բան մտածեն, երբևէ այստեղ չեն վերանորոգի իրենց տները, բազմաթիվ կցակառույցներ չեն կառուցի, իրենց հանգուցյալներին հողին չեն հանձնի, մեկը իմ հայրիկը այստեղ է թաղված, ես անգամ մտքի ծայրով չեմ մտածի, որ այս տարածքը պետք է հանձնվի կամ ետ վերադարձվի, դա անհնար է ըստիս, որևէ մեկը այդ մասին չի էլ մտածում, ժողովրդի մեջ։ Գիտեք, քաղաքական, այսպես ասեմ, քաղաքական այրերը կարող են այլ կերպ մտածել, տարածքը շատ լավ, բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է լքեն իրենց բնակավայրերը, խնդրեմ ապրեք, սա ձեր հողն է, ձեր տունն է, ինչ տարբերություն ասել է, թե ում է այն հողը պատկանում, որ երկրին, պետությանը, ձերն է ապրեք, դպրոց կառուցեք, այսինքն որևէ մեկը ձեզ չի ասելու, վեր կացեք եւ այստեղից հեռացեք։ Հասկանում եք, հարցս։ Ես հասկանում եմ ձեր հարցի իմաստը, դուք, այսինքն հարցիս իմաստը այն է, որ արդյոք մարդկանց մտքով անգամ է, որ հողը հանձնելուց հետո իրենք կարող են մնալ այդտեղ, թե հող հանձնելը նշանակում է նաև մարդկանց քշել այդտեղից, վռնդել, ասել դուք էլ պետք է գնաք։ Ձեր կարծիքով կարելի է, որ այլ
օրինակի համար ադրբեջանական իշխանություն այստեղ լինի, հայերը այստեղ մնան։ Ես կարծիք չունեմ։ Ես չեմ կարող։ Որևէ մեկը իմ կարծիքով չի համակերպվի այդ մտքի հետ։ Դա միևնույնն է, ասենք կարող է մի քանի տարի ինչ որ ապրեն մարդիկ, ամեն ինչ նորմալ լինի, բայց էլի հանգուցալուծումը կլինի այնպես ինչպես 88 թվականներին, օրինակի համար։ Էլի ջարդեր կլինեն եւ այլն։ Երբեք հայն ու թուրքը միասին չեն կարողանա ապրել։ Դա անհնար բան է, պատմական փաստերը դա ապացուցում են։ Բազմաթիվ փաստեր կան։ Հենց ինքը Ադրբեջանը այս տարածքները վերադարձնելու պայմանը հենց այն է, որ այստեղ հայեր չպետք է լինեն։ Հենց նույն դիտորդները իրենք են ասում, որ իրենք խրախուսելու են այն հանգամանքը, որ հենց հայերը այստեղից հեռանան եւ հենց ադրբեջանական ժողովուրդը այստեղ ապրի։ Այնպես որ բացառվում է նման որևէ, ասենք, հնարավորություն, որ թե ադրբեջանցիները, թե հայերը այս տարածքում ապրեն։ Սա մեր հողն է, պատմականորեն մենք ենք նրա տերը եւ պատմական արդարությունը ի վերջո ինչ որ կերպ վերականգնվել է եւ մեծ հիմարություն կլինի։ Յուրաքանչյուր արցախցի կարծում եմ իր արյան գնով կպայքարի, որ այս հողերը երբևէ այլևս թշնամու ձեռքը չանցնեն։ Հակառակը մենք պետք է գնանք ճիշտ այն ուղով, որ վերադարձնենք մեր պատմական հողերը։ Եթե մենք չկարողանանք, գոնե մեր սերունդները։ Խանդուտ, բնավ ես երբ հարցս տալիս է, ես չէի ենթադրում, թե դուք պետք է մնաք, ադրբեջանցիները պետք է գան։ Հարցեր, ես պարտավոր էի այն տալ։ Ինձ հետաքրքիր էր։ Պարտավոր ունկնդիրը իմանա այդ մասին, որ արցախցիները այդ մտքի հետ չեն համակերպվի եւ անգամ թեկուզ արյան գնով կպայքարեն, որպեսզի այս տարածքները մնան, երբևէ չհանձնվեն։ Թե իշխանությունները ինչ են մտածում այդ մասին, դա արդեն ժողովրդին չի հետաքրքրում։ Ժողովուրդը իր կամքը ունի եւ իր կամքն է արտահայտում այս առումով։ Եվ ամենավերջին հարցս դերևս, իշխանությունները ինչ են մտածում։ Իշխանությունները սարքեցին դպրոց, սարքեցին մի շենք, քիչ է դեռ, բայց սարքում են, միգուցե էլի կսարքեն։ Ձեզ համար դա որոշակի ազդանշաններ չեն, որ իշխանությունները այնուամենայնիվ մտադիր չեն այդ հողերը հանձնել որևէ այլ պետության։ Ինչ որտեղ այո, չեմ կարծում, որ իշխանությունը այնքան հիմար կգտնվի, որ ժողովրդի կամքին հակառակ գնա։ Ուրախալի է իհարկե, բայց լավ կլիներ, որ իշխանությունը ավելի պետականակերտ մտածեր եւ այս տարածքներում վերաբնակեցման ընթացքին ավելի մեծ խթան հանդիսանար, աջակցեր ավելի պետականորեն։ Եթե իրենք հնարավորություն չունեն, գոնե Սփյուռքին ընդգրկեն այս ծրագրի մեջ, իմ կարծիքով յուրաքանչյուր սփյուռքահայ կկամենա իր ներդրումը ունենալ այս տարածքներում շենքեր կառուցելու, վերաբնակեցնելու։ Յուրաքանչյուր սփյուռքահայ դա կունենա, եթե պետությունը տա երաշխիք, որ այդ հողերը չեն հանձնվել։ Այդ դա է ամենակարևոր հարցը։ Շատ լավ, ձեր հարցը շատ ուրեմն տեղին է։ Ես այդ հարցին կպատասխանեմ, պետությունը եթե անգամ երաշխիք չի էլ, մեր զորքը, մեր բանակը, մեր ժողովուրդը այդ երաշխիքները հաստատ կտան, որ իրենք բոլորը լծված են այնպիսի վճռականությամբ, որ երբևէ այս տարածքները չեն հանձնելու հետ։ Դա արդեն մեծ երաշխիք է ըստ Սփյուռքի համար, եւ այստեղ ինչքան շատ բնակվեն մարդիկ, այդ երաշխիքը ավելի կմեծանա։ Խանդուտ, անչափ շնորհակալ եմ։ Նախ շատ ուրախալի էր, որ այս զրույցը կայացավ, երկրորդը շատ հաճելի էր, որ կներկայացնենք այն մեր հեռուստադիտողին եւ եկեք պայմանավորվենք։ Ապագայում ժամանակ առ ժամանակ դուք մեզ պատմեք, թե ինչ նոր բան է այդտեղ տեղի ունեցել։
որովհետև Սփյուռքը լավ պատկերացում չունի։ Այո, մեծ ուրախությամբ։ Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, անկեղծ ցանկանում եմ բոլորիդ խաղաղություն։ Եվ Շնորհակալություն, մենք նույնպես ձեզ ամենալավն ու բարին ենք